Ողջույն, այսօր կխոսենք աշխարհում տարածված վիրուսային հիվանդության հերպեսի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ է հերպեսը եւ ինչպես է փոխանցվում։ Շնորհակալություն, ինչպես միշտ բավականին արդիական թեմա, ճիշտ է, քողարկված է շատ ժամանակ տարբեր հիվանդությունների եւ տարբեր վիճակների, բայց այսօր աշխարհում ապացուցված է, որ բավականին մեծ շարք հիվանդություններ պայմանավորված են հենց հերպես վիրուսով եւ հերպեսը ինքը բավականին մեծ վիրուսների շարք է, քչերը գիտեն երևի, որ հերպես վիրուսի մեջ են մտնում նաև ջրծաղիկի վիրուսը, նաև ցիտոմեգալո վիրուսը, ընդհանուր առմամբ հերպես վիրուսների շարքը բաժանված է 8 խմբի, որոնցից մեզ ամենահայտնիները առաջի եւ երկրորդ տեսակի հերպես հասարակ հերպես վիրուսներն են, երրորդ խումբը դա ջրծաղիկի կամ հետագայում նաև գոտևորող ворքինի հարուցիչն է մտնում, չորրորդ խումբը դա ցիտոմեգալո վիրուսներն են, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ խմբերը, դրանք ավելի քիչ հայտնի են մեզ ուսումնասիրության նաև գիտության առումով են քիչ հայտնի, բայց այսօր բավականին մեծ աշխատանք է տարում այդ ուղղությամբ, հետազոտումներ են կատարում եւ նաև ապացուցված է, որ նույնիսկ որոշ ուռուցքային հիվանդություններ, որոնք ժամանակին բավականին եւ հիմա ներկայումս բավականին տարածված են, պայմանավորված են հենց հերպես վիրուսներով, 6-րդ տիպով, 8-րդ տիպով, նաև 7-րդ տիպով։ Իրականում հերպես մեր մոտ ասոցացվում է միշտ որ թեթև ինքը անցողիկ հիվանդություն է, անցողիկ վարակ է, սակայն իրականում հերպեսները բավականին հետաքրքիր եւ բավականին ուսումնասիրության առարկա հանդիսացող վիրուսներ են եւ հիմնականում նաեւ հերպես վիրուսները, եթե ոչ բոլորը, երևի թե բոլորը ցմահ պահպանվում են օրգանիզմում, այսինքն մարդը երբևէ եթե վարակվել է կամ կոնտակտ ունեցել է վիրուսի հետ, վիրուսը չի լքում երբեք օրգանիզմը, այսինքն ճիշտ է ինքը կարա ընթանա երկար տարիներ քողարկված, նույնիսկ մարդիկ չիմանան դրա մասին կամ առաջնակի դրսևորումներ չունենան, բայց մարդը ինքը կրող լինի, մարդը օրգանիզմում ինքը վիրուսը գոյատևի եւ որոշակի պայմաններում, որը հիմնականում լինում է իմուն դեֆիցիտ վիճակները, պայմանավորված հիվանդություններով կամ դեղորայքներով կամ արտաքին որևէ գործոններով, այդ պարագայում կարող է շատ հանգիստ դրսևորվի հենց նույն բուն հիվանդության, ոնց որ լինում է առաջնակի դրսևորումների ժամանակ։ Դե բնականաբար եթե խոսում ենք օրգանիզմ ցմահ պահպանվելու մասին, այդ պարագայում արդեն պետք է պատկերացնել, որ ցանկացած տեսակը ունի նաև իր նախընտրելի օրգան համակարգերը, թիրախ օրգաններ, որտեղ որ երկարատև մնում է։ Դա կարող է լինել օրինակ երրորդ տիպ հերպեսների ջրծաղիկի վիրուսի պարագայում դա լինում է նյարդային համակարգը, ցիտոմեգալո վիրուս 4-րդ տիպ, Էփշտեյն-Բար վիրուս 4-րդ տիպ պարագայում դա լինում է իմուն արյան բջիջները, լիմֆոցիտները եւ նաեւ օրինակ ցիտոմեգալո վիրուսը կարող է շատ տարբեր օրգան համակարգերում տեղակայվել, տրոպիզմը ավելի լայն է։ Այդ առումով պետք է միշտ հիշել, որ մենք գործ ունենք հետազոտումներ կա բավականին շատ արված, օրինակ Էփշտեյն-Բար վիրուսի վերաբերյալ հետազոտել են 29-30 տարեկան երիտասարդների եւ պարզվել է, որ 95% եւ ավելին ունեն հակամարմիններ տվյալ վիրուսի հանդեպ։ Այսինքն նշանակում է, որ իրանք երբևէ կյանքի ընթացքում հիվանդացել են կամ տարել են անախտանիշ ձևով տարել են այդ վարակը։ Պատկերացրեք ինչ մեծ թվի մասին է խոսքը, այսինքն մարդիկ մինչեւ 30 տարեկանը գրեթե բոլորը շփվում են եւ վարակվում են տվյալ հիվանդությունով եւ ինչպես ասեցի արդեն նշեցի, այդ վիրուսը օրինակ պահպանվում է ցմահ ամբողջ կյանքի ընթացքում։ Եթե լուռ պահպանվում է օրգանիզմում, այդ լռության պարագայում եւս վնասներ կարող է հասցնել մարդուն, թե ինչ որ ձև արտահայտվում է նոր։ Նայած որ խմբի հետ գործ ունենք, էլի ըստ իրենց կարևորության, ըստ իրենց վնասակարության խմբերը բաժանվում են տարբեր, օրինակ առաջի երկրորդ տիպ հերպես վիրուսները սովորաբար իրենց տեղակայման շրջանները շատ չեն լքում, շատ չեն տարածվում, այսինքն եթե առաջին տիպը սովորաբար տեղակայում է բերանի դեմքի շրջանում, հա, երկրորդ տիպը տեղակայում է գենիտալ շրջանում, երրորդ տիպը, ինչպես ասացի, արդեն ջրծաղիկ վիրուսը տեղակայում է նյարդային համակարգում, նյարդային դերմատոմների
վիրուսների շրջանում է առաջացնում աղտարումներ հետագայում գոտևորող ворքինի ձևով, մյուս խմբերը շատ ավելի մի քիչ այդ առումով ավելի վտանգավոր են եւ իրենք կարող են դանդաղ, բայց իրենց ազդեցությունը ունենալ, օրինակ ուռուցքային որոշ հիվանդություններ, սարկոմաներ, հիվանդություններ կան ուռուցքային, չեմ ուզում շատ տերմինոլոգիայի մեջ խորանանք, հա, որոնք որ ապացուցված է արդեն միանշանակ պայմանավորված են հենց հերպես վիրուսների որոշ շարքով, հա, 8-րդ տիպով, այդ պարագայում արդեն բնականաբար հասկանալի է, որ իրանք այդքան էլ անվտանգ չեն գոյատևում օրգանիզմում, այսինքն ժամանակի ընթացքում բերում են որոշակի փոփոխությունների, որոնք որ առաջացնում են արդեն բավականին լուրջ ուռուցքային հիվանդություններ։ Ցանկացած ուռուցքային հիվանդություն, թե չէ, արյունաստեղծ համակարգի ուռուցքային հիվանդություններ, իմուն համակարգի ուռուցքային հիվանդություններ, ավշահանգույցներն են ախտարում եւ նաեւ հետազոտումներ կա, օրինակ քրոնիկ հոգնածության համախտանիշ հասկացություն կա, որը տարիներով մարդիկ չեն էլ պատկերացրել, որ դա կարող է վիրուսով պայմանավորված լինի։ Իհարկե դա դեռևս ուսումնասիրությունների փուլում է, բայց հետազոտողները վստահ են գրեթե, որ նույն Էփշտեյն-Բար վիրուսով, նույն ցիտոմեգալովիրուսով, նույն 6-րդ տիպ վիրուսով պայմանավորված քրոնիկ հոգնածության համախտանիշ է զարգանում, որը որ տարիներով մարդկանց կարող է անհանգստացնի, բայց իրանք տեղյակ չունեն, որ դա պայմանավորված է հենց հերպես վիրուսով։ Ու նման ձևակերպում կա, հա, եթե մարդը հանկարծակի կորցրել է իր աշխատունակության 50%-ը եւ որևէ այլ պատճառ չի գտնում, հա, որևէ այլ հիվանդություն չկա, որը հիմնավորի այդ աշխատունակության կորուստը, ներկայումս փորձում են կապեն հենց հերպես վիրուսների հետ, այսինքն հերպես վիրուսով վարակվելու հետ։ Այս կարա միակ դրսևորումը լինի հենց մենակ այդ համախտանիշը։ Այնտեղ ունենք նաեւ 4-րդ տիպ երևի ավելի հաճախ այսօր բավականին ու տարածվածության առումով երևի թե միշտ էլ տարածված է եղել, բայց ավելի շատ է քննարկում խոսացվում Էփշտեյն-Բար մոնոնուկլեոզ հիվանդության մասին, որը ելի առաջանում է հերպես վիրուսների 4-րդ տիպով Էփշտեյն-Բար վիրուսով, որը ելի կարա բավականին լուրջ կլինիկական դրսևորումներով ընթանա, այդ թվում նաև թարախային անգինայով, ավշահանգույցների մեծացումով, ինտոքսիկացիայով, բարձր երկարատև ջերմությունով 10-14 օր եւ ավել մինչեւ 2 ամիս կարա տևի։ Եվ կարա լինի քրոնիկ մոնոնուկլեոզի սրացում, որը ելի պայմանավորված իմուն դեֆիցիտով, իմունիտետի ընկճումով կարա շատ հանգիստ նորից զարգանա հիվանդությունը արդեն քրոնիկ հիվանդության ֆոնի վրա։ Ու քրոնիկ հիվանդությունը այս պարագայում ճիշտ չի ասել, ավելի շատ վիրուսակրթության ֆոնի վրա կարա ակտիվանա շատ հանգիստ եւ իհարկե պատահական չի, որ նաև իմուն դեֆիցիտով պայմանավորված հիվանդությունների ժամանակ դրանք ուռուցքային հիվանդություններն են, իմուն ճնշիչ դեղեր ստացող հիվանդներն են եւ նաև միավ վարակակին կամ հիվանդներն են, որոնց մոտ ամենաառաջին դրսևորումներից մեկը լինում է հենց հերպես վիրուսով պայմանավորված հիվանդությունները։ Դա պայմանավորվում է էլի հենց բավականին մեծ տարածվածությամբ եւ բավականին մեծ ընդգրկումով բնակչության շրջանում։ Ատոպիկ դերմատիտ իմացած մաշկաբորբ ունեցողներին ևս բնորոշ է վիրուսը։ Դրանք իրականում տարբեր հիվանդություններ են, բայց մեր ամենաառաջին խնդիրը տարբերակելուց հենց հերպես հիվանդությունների պարագայում հենց ամենամեծ խնդիրը տարբերակելը ատոպիկ դերմատիտից։ Դրանք իրականում լրիվ տարբեր հիվանդություններ են, հա, վիրուսը ինքը մաշկային հիվանդություն չի, ինքը ավելի շատ նյարդային համակարգում է տեղակայվում եւ այդ դրսևորումը, ինչ որ մենք տեսնում ենք արտաքինից մաշկային ծածկույթների վրա, այդ դրսևորումները, վեզիկուլները, այդ ցանային էլեմենտներ, դրանք արդեն երկրորդային նույն դրսևորումներ են, որոնք որ բուն չեն նկարագրում հիվանդության բուն էությունը, հա, տեղի ունենում նյարդի բորբոքում, օրինակ գոտևորող ворքինի ժամանակ, նոր որից հետո արդեն այդ նյարդավորման շրջանում տեղի ունենում ցանավորում։ Դեպքեր կա, որ նույնիսկ կարող է առանց ցանավորման ընթանա հերպես վիրուսը կամ ավելի ծանր դեպքերում տարածվի օրգանիզմով մեկ եւ գեներալիզացված վարակի ձևով ընթանա։ Գոտևորող ворքին ասացիք, դա ջրծաղիկի հետևանքով է։ Դա ջրծաղիկի նույն վիրուսն է, որը որ առաջացնում է սուր փուլում առաջնակի վարակվելու դեպքում առաջացնում է ջրծաղիկ հիվանդությունը, ինչպես նշեցինք արդեն մարդը վարակվելուց հետո ցմահ պահպանում է այդ վիրուսը, բավական 99% դեպքերում պահպանում է օրգանիզմում, նյարդային համակարգում եւ իմունիտետի ընկճման դեպքում արդեն դրսևորվում է տվյալ նյարդի նյարդավորման շրջանի ախտահարումով։
ոչ ամբողջ օրգանիզմի տվյալ նյարդի, ու դա կոչվում է արդեն գոտևորող ворքին։ Ինչի համար գոտևորող, որովհետև սովորաբար ինքը կրծքային նյարդերի հատվածում է լինում կամ գոտկային, հա, ողնաշարից դուրս եկող այդ նյարդերը ախտահարում են եւ տվյալ հատվածում արդեն առաջանում է տվյալ նյարդավորման շրջանում առաջանում է ցանային էլեմենտներ եւ տպավորություն է, որ գոտու հատվածով է լինում, բայց իրականում պայմանավորված է դա հենց նյարդավորման հատվածով, տարածվում է նյարդով եւ ախտահարում նաեւ մաշկը։ Հիմա ջրծաղիկի դեմ պատվաստելու արդյունքում չենք կանխի եւ գոտևորող ворքինի եւ հերպեսի հայտ գալը։ Դա իրականում շատ լավ մոտեցում է, որովհետեւ քննարկվում է այսօր բավականին շատ քննարկվում է ջրծաղիկի կանխարգելումը եւ բոլորը գիտեն, որ պատվաստում ստանում են ջրծաղիկի համար, բայց իրականում դա ավելի մեծ ու կարեւոր խնդիր է լուծում, որովհետեւ ջրծաղիկը սովորաբար մանկական ինֆեկցիա է համարվում եւ փոքր տարիքում բավականին թեթև տանում են, չնայած նաեւ մեծ տարիքում լինում է, բայց դրա հետագա հետևանքները մենք չգիտենք մեծ տարիքում կամ իմունիտետի ընկճման դեպքում գոտևորող ворքին զարգացած հիվանդություն շատ ավելի ծանր է ընթանում եւ շատ ավելի խնդիրներ ու բուժման ենթակա է լինում։ Այդ առումով միանշանակ ջրծաղիկ պատվաստումով նախ կանխում ենք հետագայում ապահովում ենք մեզ հետագայում գոտևորող ворքինով չհիվանդանալը, ինչպես նաև բացի հենց օրգանիզմը արդեն հակամարմիններ է սինթեզում, որը որ թույլ չի տալիս արդեն հետագայում վիրուսի հետ կոնտակտ ունենալու դեպքում, որ վիրուսը անցնի օրգանիզմ։ Բնականաբար էլ չի կարողանալու տեղակայվել նյարդային համակարգում եւ մենք ապահովագրված ենք լինելու նաև գոտևորող ворքին հիվանդությունից։ Հերպեսի դեմ պատվաստանյութ չկա։ Հերպեսի դեմ Հայաստանում պատվաստանյութ չկա, բայց հերպեսը կանխարգելելու բավականին հեշտ միջոցներ կա, որտեղ կոնտակտային է փոխանցվում, ինքը անպայման շփումների միջոցով է փոխանցվում եւ կարելի է շատ հեշտ կանխարգելել տարածումը։ Մանկական տարիքում կարող է ի հայտ գալ հերպես, թե բնորոշ չի։ Ցանկացած տարիքում կարող է ի հայտ գալ հերպես, Այնտեղ ունենք նաև հերպես ցիտոմեգալովիրուս 5-րդ շարք հերպեսը, որը բավականին մեծ վտանգ է իրենց ներկայացնում հենց նորածինների շրջանում, այսինքն նույն ծննդաբերության ժամանակ կամ հետծննդյան շրջանում վարակվելու պարագային բավականին լուրջ եւ բավականին ծանր ընթացքով կարող է ընթանալ եւ նույնիսկ մահացու ելքեր է լինում ցիտոմեգալովիրուսով նորածինների համար բավականին մեծ վտանգ է ներկայացնում։ Նո հերպես վիրուսները այնքան տարածված են ու այնքան առօրեական են, որ ցանկացած տարիքում ցանկացած ձևով կարա դրսևորում ունենան ու մարդիկ մշտապես գտնվում են այդ միջավայրում։ Աչքերի շրջանում եւս լինում է, կարող է ախտահարել նյարդային։ Կարող է ախտահարել, այո, քանի որ աչքը իրենց ներկայացնում է նաև նյարդային նյարդավորում ունեցող օրգան, այդ թվում լինում է նաև աչքի հերպես, աչքի գոտևորող ворքին հերպես զոստեր, որը որ ախտահարում են նույն վիրուսը, ախտահարում են նաև նյարդը, նույն ցիտոմեգալովիրուսները ընդհուպ միջև կուրության են բերում, դեպքեր ունենք բավականին, որ իմունիտետի անկման պարագայում ու հիվանդությունների առումով ոչ առօրեական գործոններից բերում է ցիտոմեգալովիրուս, բերում է աչքի ախտահարման ընդհուպ միջև կուրության։ Նաև լինում է բերանի ներսում, չէ՞, հերպեսը, այդ դեպքում ստոմատիտի հետ չեն խառնում։ Տարբերակման առումով բավականին լուրջ խնդիրներ ենք մենք ունենում, որտեղ կրկնում եմ բավականին տարբեր դրսևորումներ է ունենում, նույն Էփշտեյն-Բար վիրուսով պայմանավորված մոնոնուկլեոզ հիվանդությունը սկզբում շատ դժվար է տարբերակել մյուս հիվանդություններից, սովորական ջերմություն, սովորական հետագայում թարախային անգինա, ուշանգույցների մեծացում եւ պետք է մասնագետ լինել, որպեսզի վաղ հայտնաբերել։ Այսինքն այդքան հեշտ չի տարբերակել այլ հիվանդություններից։ Ընդհանուր դրսևորումները հիմնականում լինում են ոնց որ մնացած ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում։ Վիրուսը փոխանցվում է նաև կենցաղային իրերի միջոցով, չէ՞։ Կենցաղային իրերի միջոցով, այո, կենցաղ-կոնտակտային ճանապարհով փոխանցվում է։ Իսկ փոխանցման էլ ինչ ուղիներ կան։ Դե բնականաբար սեռական ճանապարհով է փոխանցվում ամենահաճախը մոնոնուկլեոզ հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային, բայց ավելի սերտ կոնտակտ է պահանջում, ինքը հենց կոչվում է նաև համբույրի հիվանդություն, հա, օդակաթիլային, բայց ոչ առօրեական շփումներով, Էփշտեյն-Բար մոնոնուկլեոզը հենց կոչվում է համբույրի հիվանդություն, դրանով պայմանավորված ցիտոմեգալովիրուսը եւ մյուս շարք վիրուսները մի քիչ ավելի դժվար են փոխանցվում։ Վիրուս հայտնաբերվում է թքի մեջ էլ է հայտնաբերվում, այսինքն կենցաղ կոնտակտային ուղին առաջնահերթն է, բայց
պայմանավորված եւ հիվանդության փուլով եւ հիվանդի կարգավիճակով վարակելիության առումով բավականին լայն է։ Վերջերս դեպքեր եղել, որ մեծահասակ մարդը փոքրիկ մի քանի ամսական երեխային համբուրել էր եւ երեխան վարակվել էր, հերպեսով, նոր բացահայտել են, որ այդ մարդը ունի հերպես։ Ինչ հետազոտություններ կարող է մարդը անցնել, որ իմանա ունի այդ վիրուսը։ Վիրուս ունենալու համար հետազոտումներ երևի թե հիմնավորված չանցնելու, որտեղ որ հետազոտվեն բնականաբար բոլորը ունենալու են հերպես վիրուս վարակը, այստեղ ամենակարևորը հիվանդության դրսևորումն է եւ վարակելիության առումով դրսևորումների աճճանը, այսինքն եթե մարդը կրում է նույն մոնոնուկլեոզ Էփշտեյն-Բար վիրուսը, ինքը շրջապատի համար վտանգ չի ներկայացնում։ Նույնը ջրծաղիկը, մարդը բոլոր գիտեն, որ լավանալուց հետո մարդը այդ օրվանից հետո արդեն վարակակիր չի համարվում, չնայած որ վիրուսը պահպանվում է օրգանիզմում։ Այսինքն հետազոտման մի քանի մեթոդներ կա, եթե մենք ստուգում ենք օրինակ հակամարմինները, որով կարող ենք որոշել տվյալ վիրուսը իր օրգանիզմում ակտիվ է, այսինքն հիվանդություն ունակ է առաջացնելու, առաջացրել է հիվանդություն դրսևորում, թե ուղղակի արկա է եղել, դա կարող ենք հակամարմիններով որոշել, բայց տվյալ պարագայում դա մեզ այդքան ինֆորմատիվ չի լինելու, նույնիսկ ժամանակակից մոտեցումներով, եթե հետազոտվում է եւ արյան մեջ օրինակ կարող է հայտնաբերվել նույն հերպես վիրուսների մի շարք, դա ախտորոշիչ ինֆորմատիվ չէ այդ առումով, որովհետև դա կարող է շրջանառվել նույնիսկ արյան մեջ մարդու, բայց ինքը շրջապատի համար վտանգ չներկայացնել եւ առավել եւս տվյալ անձի մոտ չառաջացնել հիվանդություն։ Այսինքն ախտորոշման մեթոդները պայմանավորված են հենց կոնկրետ դրսևորումներով, հիվանդության դրսևորումներով եւ հասկանալու համար, թե մենք ինչ հիվանդության հետ գործ ունենք հերպես հիվանդության սրացման հետ, թե այլ հիվանդության այդ առումով ախտորոշիչ, բայց վարակելիության առումով հասկանալու տվյալ մարդը վարակիչ է թե չէ, կան հետազոտումներ, նույն ցանային էլեմենտներից վերցվում է հետազոտվում են ՊՇՌ մեթոդով եւ պարզում են տվյալ հիվանդությունը հերպես զոստերը երրորդ տիպն է, թե առաջի տիպն է, երկրորդ տիպն է, բայց դա ել եմ ասում համաճարակային առումով այդքան իրենց ինֆորմատիվ չէ եւ դա ոչինչ չի տալու։ Բնականաբար, եթե մարդը հիվանդ է, պետք է կանխարգելիչ բոլոր միջոցառումները արվի շրջապատին վարակելու համար, անկախ հերպես առաջին տիպ է, անկախ հերպես, իսկ եթե մարդը հետազոտում է կլինիկական դրսևորում չունի, հետազոտվում է եւ հայտնաբերվում է, վարակի առումով ինքը իրենց վտանգ չի ներկայացնում, այսինքն անպայման դրսևորում պետք է ունենա։ Նույնիսկ եթե ջրծաղիկով մարդը վարակվում է նույնիսկ կենցակոնտակտային օդակաթիլային ճանապարհով, նույնիսկ հերպես զոստերի դրսևորման ժամանակ չնայած որ նույն վիրուսն է, բայց ինքը կարա եւ շրջապատին չվարակի, այսինքն այս դեպքում արդեն կոնտակտային ճանապարհ է պետք, տվյալ վիրուսը վեզիկուլների արտադրությունից պետք է ինգնի շնչուին է, որը որ տեսականորեն այդքան էլ հնարավոր չէ։ Այսինքն կախված է էլի դրսևորումներից, կախված է էլի տվյալ հիվանդի, տվյալ անձնավորության մոտ ինչ կլինիկական դրսևորումներ կունենա։ Իսկ վիրուսի բացահայտումները հիմնականում ինչպես է կատարում, մարդիկ ավելի շատ որ տարիքում են պարզվում, որ ունեն այդ վիրուսը։ Ճիշտն ասած, մոտեցումը մի քիչ մեր ուրիշ է, մենք փորձում ենք հիվանդին բուժել, հա, վիրուսին, եթե մենք սկսենք զբաղվել վիրուսով, վիրուս հայտնաբերելով եւ վիրուսին ոչնչացնելով, մենք ոչ մի հաջողություն չենք ունենա, առավել եւս հերպես վիրուսների պարագայում, որովհետեւ ելի եմ կրկնում եւ մի քանի անգամ երևի այսօր կրկնվի, որ հերպես վիրուսները դրանք ցմահ մարդու ուղեկիցն են ամբողջ կյանքի ընթացքում, այսինքն իրանց դեմ պայքարելը արդարացված չի ոչ մի պարագայում, չի անցնելու օրգանիզմից, հա, բայց դրսևորումների պարագայում բնականաբար փորձում ենք հասկանանք արդեն որ տեսակի այդ գործ ունենք, դրանով պայմանավորված նաև բուժման սպეციფიკությունները, հակավիրուսային դեղերի ընտրությունը, այդ առումով բնականաբար բոլոր հետազոտումները ծավալով ունենք, կատարվում է հետազոտումների խնդիր չունենք մենք հնարավոր է շատ հեշտ, հնարավոր է ախտորոշել, շատ հեշտ հնարավոր է որոշել տվյալ հիվանդությունը պայմանավորված է հերպես վիրուսով, թե ոչ։ Ավելի շատ բացահայտումները երեխաների դեպքում են կատարվում երիտասարդների, թե մեծահասակների։ Չէ, հիմնականում մեծահասակների տարիքում է կատարվում, որտեղ երեխաները կարող են անախտանիշ մեծ մասը հիմնականում անախտանիշ ընթացք է ունենում, մեծ տարիքում այլ հիվանդություններով պայմանավորված իմունիտետի ընկճման պարագայում երբ ունեն մենք արդեն վարակի գեներալիզացիա եւ այլ օրգանների, այլ օրգան համակարգերի ախտարում, դա կարա լինի լյարդը, կարա լինի
ընդհուպ գլխուղեղը կարան լինի թոքերը, մեծ տարիքում շատ ավելի մեծ խնդիրներ ենք ունենում բուժման, ախտորոշման, բուժման, հայտնաբերման առումով։ Վիրուսի բուժմամբ ովքեր են զբաղվում, մաշկաբանները, վիրուսաբանները, թե այլ մասնագետներ։ Վիրուսի բուժմամբ հիմնականում զբաղվում են, քանի որ վիրուս ընդունված է, որ պետք է զբաղվեն ինֆեկցիոնիստները, բայց ոչ բոլոր դեպքերում է, որ ինֆեկցիոնիստները կարող են այնպիսի ծավալով բուժօգնություն ցուցաբերել, ինչպես որ նեղ մասնագետները, որը որ տվյալ դեպքում անհրաժեշտ կլինի, կարող մաշկաբանական խնդիրներ առաջացնի նույն հերպես վիրուսը ավելի շատ բացի վիրուսով պայմանավորված, առաջանա մաշկային խնդիրներ, որոնք որ եւ ուշ փուլերում կարող են բավականին խնդիրներ առաջացնել եւ բնականաբար տվյալ դեպքում պետք է զբաղվի մաշկաբանը։ Նույն հերպես զոստերը ինքը առաջացնում է նյարդի բորբոքում, նյարդային տվյալ ուղում, տվյալ նյարդի բորբոքում, որը որ վիրուսը նույնիսկ բուժելուց հետո երկարատև կարող է սիմպտոմատիկան պահպանվի, տվյալ դեպքում բնականաբար զբաղվելու է արդեն նյարդաբանը, որը ամիսներ կարատևի եւ բավականին երկար բուժում է պահանջում եւ տվյալ դեպքում ճիշտ կլինի, որ համատեղ մեր խորհրդատվության մեջ մենք միշտ նշում ենք, որ համատեղ պետք է բուժել հիվանդությունը հա մաշկաբանների, նյարդաբանների, վարակաբանների կողմից, որտեղ ինքը համալիր բուժում է պահանջում, նյարդի բորբոքում օրինակ ճիշտ է եւ ունենում է մաշկային դրսևորում եւ պայմանավորված է վիրուսով, բայց տվյալ դեպքում նշանակում է սպეციფიկ դեղորայք, որը որ ուղղված է հենց նյարդի բորբոքման դեմ։ Այսինքն որևէ սահմանափակում չկա նայած դրսևորումների աշճանից նայած դրսևորումներից։ Հերպեսը միշտ ուղեկցվում է ցանով, քորով, թե ոչ։ Ոչ, հերպեսը կարա ընդհանրապես ցանով չուղեկցվի, կարա անախտանիշ ընթացք ունենա, այսինքն մարդը վարակվի եւ դրա մասին չիմանալ ոնց որ մեծ մաս դեպքերում լինում է, կարա նույնիսկ ատիպիկ ձևեր են լինում, որ քորով է սկսում կամ ցավով է սկսում տվյալ նյարդավորման շրջանում, բայց չենք ունենում ցանավորման դրսևորումներ, շատ տարբեր դրսևորումներ, ատիպիկ ձևեր այդ թվում, բայց հիմնական իր դրսևորումը հերպես, եթե խոսում ենք հերպես, մեր ասած դասական հասարակ հերպես առաջի եւ երկրորդ տիպի մասին, իրանք հիմնականում դրսևորում են այո ցանավորումների ձևով։ Երրորդ տիպն էլ է ջրծաղիկի վիրուսն էլ պարտադիր ցանավորում է լինում, չորրորդից հետո արդեն տարբեր դրսևորումներ են ունենում, չորրորդ տիպը եւ դրանց բարձր ցանավորման սովորաբար չեն բերում, ցանավորում չեն ունենում։ Բա ինչ է լինում։ Ինչպես նշեցի, մոնոնուկլեոզ հիվանդություն, չորրորդ տիպ հերպես, մենք հերպես միշտ պատկերացնում ենք, որ հենց անպայման ցան պետք է լինի ու նոր ասենք հերպես։ Դա հերպես գոյություն ունեցող 8 խմբից հերպես, ինչպես նշեցի, առաջին խումբն է, առաջին տիպ հասարակ հերպես, երկրորդ խումբն է հասարակ հերպես, երրորդ խումբը ջրծաղիկը, որը որ հերպես վիրուս է։ Դրանից հետո արդեն մենք ունենք եւս 5 խումբ հերպես վիրուսների, որոնք որ ցանավորումով չեն ընթանում։ Ջերմություն, ինտոքսիկացիա, անգինա մոնոնուկլեոզի ժամանակ, ցիտոմեգալովիրուսի ժամանակ շատ այլ տարբեր դրսևորումներ, թոքերի ախտարում, գլխուղեղի ախտարում, բայց ոչ ցանավորումներ։ Թվարկածները ուղղակի հասարակ խելոք։ Հասարակ, այո, հասարակ հերպես առաջի երկրորդ տիպ, հենց տենց էլ կոչվում են հասարակ հերպեսներ, բայց հերպեսը բավականին հերպես վիրուսները բավականին մեծ շարք են։ Մարդիկ կան հերպեսի դեպքում խորհուրդ են տալիս օրինակ տանը զբաղվել ինքնաբուժությամբ եւ թաց ինչ որ կտոր դնել, հա, այդ վերքին կամ չոր։ Հիմա թաց պետք է դնեն, թե չոր։ Իրականում այդ վիրուսը ոչ թացից վախենալու, ոչ չորից եւ տվյալ դեպքում դա զուտ տեղային սիմպտոմատիկ բուժում է, որը որ ոչինչով չի փոխելու հիվանդության ընթացքը, այսինքն եթե հիվանդություն զարգացել է, անպայման պետք է դիմել մասնագետի, անպայման պետք է ստանալ հակավիրուսային բուժում, որտեղ շատ դեպքերում նաև հիվանդության հետագա դրսևորումները պայմանավորված են հենց առաջնակի հիվանդության ժամանակ բուժման լիարժեքությամբ եւ արդյունավետությամբ։ Այսօր մենք ունենք բավականին լավ ազդեցության հակավիրուսային դեղորայք հերպես վիրուսների պարագայում, որոնք որ ժամանակին ստանալու պարագայում հետագա դրսևորումները կարելի է նաև կանխել։ Եվ հերպեսը կանխելու համար ինչ քայլեր պետք է կատարեն մարդիկ կամ ինչ չանեն։ Բնականաբար բոլոր ինֆեկցիոն, հատկապես վիրուսային հիվանդությունների պարագայում կանխելը նախ ավելի հեշտ է, քան բուժելը, երկրորդ կանխելու համար պետք է տարրական առօրյական մեր կանխարգելիչ միջոցառումները, որոնք որ վերաբերում են մեր
սոցիալ-կենցաղային պայմաններին, հիգիենիկ տարրական կանոնների պահպանմանը, որոնք որ կարող են շատ հանգիստ կանխել վիրուսների տարածումը։ Հատկապես վիրուսները ավելի շատ տարածվում են դեռահաս տարիքում, այսինքն այն տարիքում, որոնք որ ավելի շատ շփվում են մարդիկ միմյանց հետ եւ ավելի շրջապատում ավելի հաճախ են գտնվում, տվյալ պարագայում միանշանակ պետք է պահպանել գոնե շփման հասարակ հիգիենիկ կանոնները եւ ինձ թվում է խուսափենք այդպես մենք վիրուսի վարակվելուց։ Նաև սրա նրան չհամբուրել ամեն մարդը կապ չպահպան։ Հիգիենիկ պայմանների մեջ ամենաառաջինը այսօր դա է մտնում, որովհետեւ տարածված է եւ հենց այդ ճանապարհով է եւ պատահական չի, որ Էփշտեյն-Բարր վիրուսի անունը հենց դրել են համբույրի հիվանդությունը, մոնոնուկլեոզ հիվանդությունը, հենց կոչվում է համբույրի հիվանդություն, այսինքն մարդը հետ է սերտ կոնտակտ չունենա հիվանդի հետ, արտազատող արտաքին միջավայր վիրուս արտազատող մարդու հետ, բնականաբար ինքը իրան վիրուսը չի զարգանա օրգանիզմ, ինչ որ միտեղից վարակվելու է, կտրելով այդ վարակման ուղիները շատ հանգիստ կարելի է կանխել վիրուս։ Այո, փոխանցում է նաև սեռական ճանապարհով եւ այդ ընթացքում նաև կոնտակտային ճանապարհով։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Մենք զրուցում էինք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանի հետ։